եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին, ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչեւ հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեց ինձ, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել եւս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դեպի։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախմբին։ Հարցը քննիսկ կա հայի առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկելու։ Կա այդպիսի մարդ։ Տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորդ լավ հասկանում եք, ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Եվ սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ սիրելիներ, քանի որ մասնակցում եք հովանավանքում արողակարգին։ Թողնում եմ ձեզ։ Դեր տանում, մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա մյուս քահանաների նման Տեր Արամի, ովքեր ունեն այդ պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել։ Ես ով եմ, որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հրավիրել եք լրագրողների եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի մի վարքյան։ Դժոխքի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ կիմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղել եք։ Ես սիրելիներ, չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ պիտի գնամ, որպեսի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված լինի եւ արդարացի լինի։ Ինչպես լուսաբանենք, երբ դուք անգամ չեք ուզում անուններ տալ։ Հովանավանքի պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում նաեւ։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք ձեր եւ եկեղեցու հարաբերությունները։ Չէի ասի, ինչ վերաբերում է հովանավանքի պատարակներին իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողներ մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հիմա ինչ է նույն հարցերը ինձ տալիս։ Հանձնախմբի հետ կապված ներողություն, հա։ Ինչ վերաբերում է ես Թալենին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշեմ ես։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, հա, այս նույն կազմը ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Մտավախություն ունեք, որ
Ում օրնած Մյուրոնով տեղ տա։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել օրհնած եք Մյուրոնով? դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրհնած Մյուրոնով։ Ձեզ Ամենայն հայոց որևէ բան կաթողիկոսի ձեռքով է կատարվել այդ եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ես չեմ կարծում։ Դուք եթե կարծում եք մնացածը թողում եմ ձեր իշխանության հրանգով, սիրելիներ, տաքսի վարել եք։ ուրեմն տեսեք, Այդ դեպքում ինչ եք մասնակցում Հովանավանքի պատարագի։ սիրելիներ, տեսեք, Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞, Տեր Հայր։ սիրելիներ, տեսեք։ Իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Ձեր անձնական Շատ-շատերի։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով եւ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե մի սխալ բան գործեմ, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու իմ ժողովրդից, բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ սիրելի։ Ինչպես եք դուք տեսնում հրաժարվել ստի թողնել այնտեղ, հիմա շատ բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը Խնդրում եմ հերթով տալ, տարբեր հարցեր եք տվել։ հեռախոսը Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ Շապեկի մոտ գնալիս, երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը պիտի թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է, բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մակարդակի վրա լինեիք Տեր Հայր։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր հետ գողանանք մի մակարդակի ենք, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Հեռախոսը Կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս եք չեք թողնել։ Սիրելիներ, Իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է դեսպանատներ։ ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա մանր հարցեր եք տալիս։ Իսկ չեք իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հերակաբան ավեճին, վարչապետը օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում եք այս մոտեցումը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում։ Ինչպես։ Նույն Հովանավանքում պատարագին մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանն է ինձ հրավիրել Հովանավանքում պատարագի մասնակցելու։ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակ, մենք միասին մի քանի տարիներ ճեմարանում սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակվում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին
մոտ գալու, նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որովհետեւ մենք երոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը հրավիրի։ Բայց դա մեղք չեք համարում։ Ինչպես։ Կարգապահականը երբ հրավիրի ձեզ էլի չեք գալու ճիշտ հասկացան ձեզ։ Ներեցեք գալի այդ հարցը ճշտեմ։ Ինչպես։ Այլևս չեք գալու ձեր հարցով քննարկմանը, որտեվ կան Սիրելիներ, ֆիքսված է։ հստակ ասեմ ձեր հարցին, հստակ պատասխանեմ։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Իսկ եթե Իհարկե որոշողը Աստված է, բայց ես այդ կարծիքը ունեմ։ Առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասատրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույց արել, դատել են, ես դա անվավեր եմ համարում։ Ստեփան Ասատրյանում նկատի ունի։ Դուք լավ գիտեք ում նկատի Կարգալույծ եղած կարգալույծ նախկին քահանա։ Եվ Դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույծ անեն եւ ես դա անվավեր եմ համարում, դուք եք ասել, Իհարկե, վերջին հաստատում եմ հիմա։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի խորհուրդը, ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ ենթադրենք կարգալույծ անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասատրյանն է անում։ Սիրելիներ, երբ որ դա ինչ որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձագանքեմ։ Ինչ վերաբերում է կարգալույծ կանանց չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույծ անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին Հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այլ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասատրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացրել այդ որոշումը իրեն կարգալույծ անելու։ Դրա համար դա անվավեր է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է վավերությունը կամ անվավերությունը որոշում։ Իսկ ձեր կարծիքով խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նրան հրավիրել է, նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք, թողեք պատասխանեմ սիրելիս։ Նրան ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիրակի օրը պիտի նրան կարգալույծ անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր էլ չկան, ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում, ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին եմ խոսել։ Համար նորմալ է, Տեր հայր, երբ որ ծառայության էիք անցնում, երբ որ ծառայության էիք անցնում Հայ Առաքելական եկեղեցում, չգիտեք, որ կարգերն օրինակ այսպիսին են, այդ հանձնախումբն է որոշում, որոշելու նաեւ ինչ-որ մի օր ձեր կամ ձեր ծառայակից եղբայրների ճակատագիրը։ Ժամանակները փոխվում են։ Երբ ընտրում եք, որ պետք է գաք։ Ժամանակները փոխվում են, ժամանակների ընթացքում օրենքներն ու հանձնախմբերը եւս փոխվում են, օրինաչափությունները եւս փոխվում են։ Ես ձեզ ասեմ ավելին, կարգապահական հանձնախմբի հետ իմ այսօր ցանկություն չունենալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակումների հետ։ Կոնկրետ։ Ես չեմ կարող անուններ տալ։ Ես չեմ կարող չեմ ուզում անուններ տալ սիրելին։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Համացանցում օրը միլիոն հրապարակում է հայտնի։ Սիրելիներ, մնացած մեկնաբանությունները թողնում ձեզ եւ իմ հայ Շարունակել հոգեվոր ծառայություն իրականացնել։ Հոգեվոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգեվոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Նկատի ունեմ արձակուրդից վերադարձել եք արդեն։ Որևէ պաշտոնական արձակուրդից վերադառնալու այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես Աստծուն արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիներում պատարակների մասնակցել եմ, խոսել եմ, հոգևոր գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց,
Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանին հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել եւ լքել եմ իմ ծառայության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում իմ հոգեվոր եղբայրին եւ ես կաղոթեմ իր հոգեփրկության համար եւ ես չեմ չարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ Տավուշի թեմում, եղել եմ Հաղորդին վանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ես ներողություն եմ խնդրում էլի։ Իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի։ Ներողություն, դուք ասում եք ազատությունը Կաղոթվերը ես խառն եմ կներեք։ Տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում։ Սիրելիներ, ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ մեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես էլ իմ արձագանքը կանեմ եւ իմ պատասխանը կտամ։ Ինչպես կարձագանքի, եթե կարգալուծանան հաջորդ նամակով ու տեղեկացմամբ։ Դա է լավ հարց է, ես դրա մասին էլ կուզեի, որ հանրությունը իմանա։ Երբ որ մի մարդ իր երիտասարդ տարիներից սկսում է եկեղեցում ծառայել, օրինակ ես եկեղեցի եմ մտել 2004 թվականից, որ 15 տարեկան դեռ պատանի էի, ծառայել եմ եկեղեցում, հետո ճեմարան եմ եկել եւ բոլոր նման մարդիկ։ Եկ գալիս են ճեմարան, այդքան տարիներ դժվարին ուսման process անցնում, այնուհետև ծառայում եկեղեցուն, այս ամենը հեշտ չէ, այնուհետև ինչ որ եկեղեցում, ինչ որ համայնքում գնում են, սոված օրեր են ունենում, անկուն գիշերներ են ունենում, այս ամեն ընթացքից հետո, երբ որ մարդը իր կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, եւ Աստված էլ նրան օծում եւ շնորհ է տալիս, եւ մարդիկ էլ ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, եւ մի օր միտեղ մի գրասենյակում ինչ որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի եւ այն էլ ինչ որ փակ պայմաններում, ինչ որ կմահաճույքների արդյունք, սա աբսուրդ է կներեք։ Ոնց կարելի է մարդու կյանքը խորտակել, եթե անձնական, եթե մարդը մեծ վարչապետական շեղում չունի, եթե մարդը մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ որ նման մեծ հարցեր չկա մարդու կյանքում, ինչպես կարելի է վերցնել մի հոգևորականի եւ ասել ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք, որ դու գնաս եւ գործես եւ մարդկանց քրիստոնեություն խոսես։ Սիրելիներ, այդպես չի եղել։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալույց արվել։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալուծությունը անվավեր է եւ այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն, ասեն։ Առանց այն էլ ամեն մի 1000 մարդու մի հոգևորական պիտի սպասավորի։ Հայաստանում ապրում են 3000 մարդիկ, 3 միլիոն մարդիկ, եթե մոտավոր թվերով խոսենք, եւ 3000 հոգևորականի կարիք կա, բայց այսօր հայ եկեղեցին Հայաստանում ծառայող երևակայի 300 հոգևորական չունի։ Ոնց կարելի է վերջին մի քանի տարիներին, 1-2 տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալուծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել, սա աբսուրդ է սիրելիներ, սա է եկեղեցու քանդելը, սա է եկեղեցու կործանումը, գիտեք, ես սրա մեջ եմ տեսնում։ Որ օգտագործում են մայրաթորին, գալիս են անվճար ուսում են ստանում, գնում են արտերկրում, անվճար սովորում են եւ դավաճանում են մայրաթորը։ Իսկ սա ինչպես եք որակում։ Շատ վատ։ Ես չեմ բացառում նման դեպքեր եւս, բայց ես կարծում եմ, որ նման դեպքերը շատ փոքր մաս են կազմում։ Ես այս եկեղեցու մեջ եմ, սիրելիներ։ Ես արդեն 20 տարի ես եկեղեցու մեջ եմ։ Եվ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես ներսից գիտեմ ինչ է կատարվում։ Ես որ այսօր խոսում եմ, ես սկսել եմ շատ անհանգստանալ դեռևս 2 տարի առաջվանից։ Եվ ես սպասում եմ, որ ես մի օր պիտի խոսեմ, եւ եկավ ժամանակը, երբ խոսեցի։ Տեղեկություններ, որ օրինակ կաթողիկոսը ուխտ է խախտել Տեր Արամներ այդ մասին բարձրաձայնում։ Սիրելիներ, ես շատ ինֆորմացիաներ երբեմն ունեցել եմ, երբեմն դրանք կասկածի բաժնում են եղել, կասկածի հողի վրա են եղել, երբեմն ինչ որ չափով են մոտեցել իրականությանը։ Ես այս պահին էլ դեռ շատ հարցեր կան, որ ինձ համար հարց են մնում
Ես Տեր հայր, ներողություն եմ ինչու հիմա խնդրում, տարիներ, ավելի քան 1 տարի անց որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր արդին պատասխանեմ ինչու հիմա սկսեցի խոսել։ Ես հիշում եմ որոշ ժամանակներ առաջ ես տեսա հարձակում իմ շատ սիրելի Հայր Միքայելի վրա, Տաթևի վանքի, եւ դա ինձ համար պատճառ եղավ, որպեսզի ես հասկանամ, որ մոտենում է խոսելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցին մաքրելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցում, մոտենում է մեր եկեղեցում արդեն այս մասին խոսելու ժամանակը եւ ես սպասում եի այն օրվան, երբ որ պիտի զգամ այդ խոսելու ժամանակը եւ ես այդ ժամանակը զգացի եւ սկսեցի խոսել։ Տարբեր ձևերով, տարբեր թվարկում եք Տեր հայր, թվարկում եք դեպքեր հարցնամ թույլ կտամ, հա Տեր հայր, թվարկում եք դիպվածներ, որոնք ըստ ձեզ վնասում են հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները վնասում են հայ առաքելական եկեղեցու միջազգային հեղինակությանը։ Ըստ ձեզ ծանոթացել եք այդ հայտարարություններին։ Որ ճիշտն ասեմ, ընդհանրապես չեմ իմանում, չեմ ճանաչում, միայն վերջերս անընդհատ այդ անունը լսելով զարմանում եմ ով է այդ մարդը եւ վերջերս իմացա թե ով է ձեր նշած մարդը, միայն անունը գիտեմ, որևէ նրա հայտարարության ծանոթ չեմ եւ սիրելիներ, ես կարծում եմ, որ մենք պետք է Աստծո հայտարարությունները լսենք նախ եւ առաջ, թե մեզ Քրիստոս ինչ է ասում։ Ես դա եմ փորձում լսել, ես փորձում եմ միշտ կարդալ Աստվածաշունչը ամեն անգամ նորովի այն ընկալելով, հասկանալով եւ ամեն պահի նոր բան ինձ համար բացահայտելով։ Հավատացեք, Աստված խոսում է մեզ հետ եւ մենք բոլորին լսելուց առաջ նախ պետք է Աստծուն լսենք։ Ճշտում անենք, էլի խնդրում եմ, ուզում եմ հասկանալ ձեր հարցը հիմա քննարկվում է Հովհաննավանքում պատարագին մասնակցելու համար, թե նախորդ 1.5-2 տարվա ընթացքում հաղարծինում չլինելու համար։ Իմ հրապարակված նամակի մեջ նշված են այդ հարցերը, ձեր հարցի պատասխանը կա, 3 այնտեղ հարցեր են բարձրացված եւ բոլորը կարծեմ կարդացել են կամ ովքեր որ չեն կարդացել կարող են կարդալ։ Բայց դուք կապում եք իրար հետ, որովհետեւ հետ է կապված, բայց իրար հետ կապում եք իրար հետ։ Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն իսկ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել հենց Հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Դա արդեն իսկ պատահական չէ, գիտեք։ Հետապնդման հարց չկա։ Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները, ամեն մի քրիստոնյայի եւ հատկապես ամեն մի քահանայի։ Ինձ էլ պաշտպանում են ոչ թե իմ, չգիտեմ, թիկնապահները, ինչպես որակում են ոմանք, այսօր եղբորս հետ եմ եկել իմիջիալոց, հորաքրոջ տղան է, այլ ինձ պաշտպանում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ Աստծո ռեշտակներից ավել պաշտպաններ չկան։ Խնդրում ուղիղ պատասխանել։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, որ կգա ժամանակը եւ կորոշեմ։ Դեռ չեմ որոշել, անկեղծ ասեմ։ Ուշ ունենք։ Դուք չասացիք Սամվելը կար քննարկմանը։ Խնդրում եմ այդ հարցերը ճշտել կարգապահական հանձնաժողով։ Այդ հարցերը ճշտել տեղեկատվական համագարկից։ Ժողովուրդը անցագրայինից եք եկել։ Տեսեք, սիրելիներ, հասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, իմ պատմածի մեջ չկար, որ իմ պատմածի մեջ չկար, որ ես հասա այնտեղ, տեսա բոլորին, մտա ներս, ինչ եղավ։ Ամեն կարգը ես պատմեցի ձեզ, ոչ, այդ ամենը եղել է արդեն նստած։ Սիրելիներ, եկեք ես նման հարցերի չպատասխանեմ։ Լավ, դուք այդ հարցերը կարող եք տեղեկատվական համագարկից ճշտել։ Հիմա իրենք էլ դուրս կգան, իրենց էլ մոտեցեք այդ հարցերը դարձ։ Ռուսաստանում տաքսի վարել եք թե ոչ, ուղիղ խնդրում եմ ազնական հարցերի չանդրադառնանք, ես շատ բան կարող եմ անել։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Շատ եմ խնդրում։ Անձնական հարցերի ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ։ Մարդու անձնական տարածքն են լուսանկարում հրապարակում, դա ինչ է ոչ եք ուզում ասել։ Բանավոր եւ Սրբազանի երանգով որ ավելի ուշ այդ մասին գրել, ես գրել եմ եւ ներկայացրել եմ Տավուշի թեմի առաջնորդարան քարտուղարում։